Բարև ձեզ հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Մելքոնյան։ Իհարկե, խոսելու ենք Մերձավոր Արևելյան հերթական բռնկումից, բայց սկսենք բռնկումներից մեր երկրի ներսում։ Նիկոլ Փաշինյանը երեկվանից նորից ջղաձգումների մեջ է ու այսօր դա ըստ էության շարունակվում է իր հայտարարություններով խորհրդարանում, էլի թիրախում հայ առաքելական եկեղեցին է ու այս անգամ նաև հայտնի Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, որի կալանքի հարցը այս րոպեներին քննարկվում է դատարանում, ինչու, որովհետև նա հանդես է եկել եկեղեցուն պաշտպանելու դիրքերից եւ արել է մի հայտարարություն, որը հավանաբար վախի մեջ է գցել Նիկոլ Փաշինյանին։ Նա ընդհանրապես ասել է, որ եթե քաղաքական ուժերը չկարողանան ինչ-որ լուծումներ գտնել, ուղիղ չի մեջբերումս, մենք մեր մեթոդներով կգործենք, նման մի արտահայտություն է արել, մեջբերումը կրկնեմ բառացի չի եւ սրա համար նրան մեղադրանք են առաջադրել փաստորեն իշխանությունը զավթելու հոդվածով, ինչ է կատարվում Հայաստանի ներսում այն ժամանակ, երբ թվում է, թե օրակարգի թիվ 1 խնդիրը անվտանգային հարցը պիտի լիներ։ Գիտեք, ձեր հարցին ես փորձեմ այսպես սկսենք գեղարվեստական գրականությունից եւ հայտնի Գաբրիել Գարսիա Մարկեսը մի վեպ ունի, կոչվում է հայտարարված սպանության քրոնիկոն։ Հիմա սա հայտարարված բռնապետության քրոնիկոն է, որովհետև ըստ էության Փաշինյանը հայտարարում է, որ ինքը բռնապետության ղեկավարն է եւ այն ինչ որ տեղի է ունենում, պետք չի երկար վերլուծել եւ այլն, սահմանումը բռնապետություն է, որովհետև մեկ անձի ցանկությամբ տեղի են ունենում տարատեսակ գործընթացներ, այսինքն հարուցվում են քրեական գործեր, տնտեսական հալածանք եւ այլն, եկեղեցու հանդեպ հալածանք ու այդ ամեն ինչը արվում է իբրև թե ժողովրդավարության քողի ներքո, բայց եթե նայենք այսպես ոչ շատ խոր կտեսնենք, որ սա սովորական բռնապետություն է եւ Facebook-յան գրառումները, հայտարարությունները, նրա անձի շուրջ այսպես իր խմբի, իր խմբակի պաշտամունքը եւ այլն, դրանք բոլորը հատուկ են այն երկրներին, որոնք բռնապետական են։ Եվ իդեպ ներողություն, նույնիսկ այսօրվա նրա խորհրդանում ճեպազրույցի այդ պատկերը, տեսապատկերը, ձեր վերջին միտքն էր արտացոլում թիկունքին այսպես կանգնել էին համհարցների նման ու շատ իրոք ծիծաղելի տեսարան էր։ Ընդ որում գիտեք ինչն է հետաքրքիր, որ Փաշինյանը դարձել է իր նախկինում այդ 90-ական, 2000-ականներին իր հոդվածների բացասական հերոսը։ Ինքը այսինքն հիմա պայքարում է այս Փաշինյանը պայքարում է այն Փաշինյանի դեմ, որովհետև այն ինչ որ նա քննադատում էր, անձի պաշտամունք, բռնապետություն, իրավական ամենաթողություն, հալածանք եւ այլն, հիմա ինքը այդ ամեն ինչի իրականացնողն ու կրողն է եւ շատ բռնապետեր երևի պետք է հերթագրվեն նրա մոտ դասընթացներ անցնելու։ Այո, միգուցե որովհետև եւ ընդ որում տեսեք, հիմա գանք կոնկրետ այդ դրվագին, ես իհարկե իրավաբան չեմ, բայց պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան, ուրեմն եկեղեցուն պաշտպանելու մասին էր ասում, որ մենք էլ մեր ձևերով կպաշտպանենք։ Ազգային արժեքների մասին էր։ Այո, բայց ինչ հետևեց դրան, որ ես էլ հեսա իմ ձևով ձեզ կպատասխանեմ, այսինքն Facebook-յան ստատուս, իմ ձևով կպատասխանեմ, դրանից հետո ոստիկանները գնում են Սամվել Կարապետյանի տուն, այսինքն իմ ձև ասելով Փաշինյանը բացի այդ ասում է, որ սա է իր ձև, այսինքն հրահանգ իրավապահ համակարգին եւ հիմա ինչքան էլ ուզում են չքմեղանան, միևնույնն է, որևէ կերպ չեն կարող ասել, որ իրենք ճնշում չեն գործադրում իրավապահ համակարգի վրա եւ հետարքիր այն մարդիկ, որոնք այդ կուսակցությունը, այդ քաղաքացիական պայմանագիր, այդ իրենց շարժումները, ակցիաները եւ այն որ անում են հիմա հավատում են իրենց, որ իրենք իրոք ժողովրդավար են, որ իրենք իրոք չեն միջամտում իրավապահ համակարգի տնօրենի հրաժարականը։ Այսինքն այդ գործառույթը չէր արել, հետևեց առավոտյան հրաժարականը։ Եվ ընդ որում տեսեք, էլի անձի վրա, այսինքն ԱԱԾ-պետը չի կարող չանել իմ հանձնարարական։ Քո հանձնարարականները պետք է վերաբերվեն երկրի պետության անվտանգությանը եւ շահերին, ոչ թե միայն քո անձի, քո խմբակի եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ տեսեք, հայտարարությունը, եթե հայտարարության հիման վրա գործ է հարուցվում,
հիմա հետագայում կամ իրավիճակի փոփոխության պարագայում արդյոք որևէ ենթադրելի հանցանք չի դատավոր կա, որ իմ ասածը չի անի, սա արդյոք պաշտոնական դիրքի լիազորությունների գերագնահատման դրսևորում չէ, հոգևորականներին ծնկի ենք բերելու, ազգային ժողովում այդ ռեպերտուարը հայոյանքների, վիրավորանքների եւ այլն, այսինքն ծեծը ազգային ժողովում, իր խմբակի, այդ ամեն ինչը ոչ, այսինքն հիմա ձեզ ամեն ինչ կարելի է, որտեղ դուք իշխանության եք եւ ու հիմա էլ դա հայտարարում եք ժողովրդավարություն։ Ամեն դեպքում ես իմ գնահատականը հստակ է, սա բռնապետություն է եւ պետք է Փաշինյանին խորհուրդ տալ կարդալ Փաշինյանին նախորդի հոդվածները եւ տեսնել, որ ինքը դարձել է իր իսկ հոդվածները իրոք այն բացասական շատ լավ ձևակերպում տվեցիք, պարոն Մելքոնյան։ Գանք հայ առաքելական եկեղեցուն Նիկոլ Փաշինյանի սպասվող այցին Թուրքիան, այդեպ այսօր հայտարարել է, որ այդ այցը լինելու է, չի մանրամասնել, իսկ դրանից առաջ իր թիմակիցները արդեն իսկ այդ սպասվող այցը հասցրել են որակել պատմական։ Ինչով է պատմական, գնալու է հաշվետվություն տա Էրդողանին, թե այստեղ ինչ ռեպրեսիաներ է անում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Խայտառակության մակարդակի առումով իրոք կարելի ասենք պատմական, այսինքն դիվանագիտության անկման չափորոշիչներով իրոք պատմական, եւ մի 2-3 շեշտադրում անենք, առաջինը տեսեք, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկա, հետեւաբար այցը որակելը մի փոքր դժվար է, այսինքն ինքը չի կարող լինել պաշտոնական այց, պետական այց եւ այլն, որովհետեւ այդ բաժանումները որը գոյություն չունի երկկողմ չէ, երևի այսպես ձևակերպենք, որ Էրդողանը Փաշինյանին կանչել է Անկարա զրուցելու։ Միգուցե իր խնդրանքով եւ այլն, որտեվ արտգործնախարարության ինչ որ պատվիրակություն արդեն գնացել էր բանակցելու եւ այլն։ Հիմա նայեք, Հայաստանի ղեկավարները երբ են Թուրքիա գնացել, ինչ կարգավիճակով։ Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը Օզալի Թաղմանը, Թուրքիայի նախագահ Օզալի Թաղմանը, որ հրավիրել էին, բայց դա միջազգային տարբեր հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել Ստամբուլում, նույն Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, նույնը երկրորդ, երրորդ նախագահների պարագայում միջազգային հանդիպումներ, երրորդ նախագահի պարագայում ֆուտբոլային դիվանագիտություն, ֆուտբոլ նայելու եւ ուրեմն նախավերջի այցը Փաշինյանի այցը Էրդողանի ինագուրացիային եւ հիմա այս այցը ինչով է, այսինքն առողջակարգային առումով սա անհասկանալի այց է, երբևէ Հայաստանի որևէ ղեկավար, Թուրքիայի ղեկավարի կանչով կամ հրավերով երկկողմ օրակարգ քննարկելու չի գնացել Թուրքիա, կամ գնացել է թաղման, կամ գնացել է ֆուտբոլ նայելու, այսինքն ըստ էության ոչ այսպես երկկողմ պետական ինչ որ օրակարգ։ Երկրորդ հանգամանքը ինչով է այս այցը պատմական, հա։ Ֆիքսենք հետևյալը, որ դիվանագիտության մասին բոլոր տեսական աշխատություններում, դրանք կլինեն համաշխարհային քաղաքագետների, դիվանագետների գրած աշխատություններում, բանաձևը տրված է, որ այս իրավիճակում, ինչպիսին Հայաստանն է, դիվանագիտական հաղթանակ ակնկալել հաղթող կողմին զիջումներ պարտադրելով, դա ուղղակի անհնար է։ Այսինքն, այս այցը խնդրողի խնդրելու դիվանագիտության, պարտված դիվանագիտության, պարտվողական դիվանագիտության դրսևորում է, որ խնդրել են Էրդողանին հանդիպելու եւ բնական է, որ այս պարագայում հանդիպման ժամանակ չի կարող լինել Հայաստան պետության համար որևէ դրական ձեռքբերում, շեշտում եմ պետության համար որևէ դրական ձեռքբերում, ինչու, որովհետև Թուրքիան հաղթած դիրքերում է Հայաստանը պարտված եւ չի կարող Թուրքիան Հայաստանին որևէ բան զիջել կամ թույլաtsնել Հայաստանի հանդեպ իր պարտադրանքը, իր պահանջները, որովհետեւ չկան դրա զսպող մեխանիզմներ, այսինքն դիվանագիտությունը դա առևտուր է, ինչ որ մի բան պետք է տաս, ինչ որ մի բան վերցնես, բայց դու հիմա տալու բան չունես, որը կարող է քո պետության համար անվնաս լինել։ Հետևաբար այստեղից երրորդ եզրահանգումը Փաշինյանի այցը ըստ եմ կներկայացնեն, որ սա պրագմատիկ այց է, տեսեք տարածաշրջանում պատերազմը Փաշինյանը գնում է խաղաղություն բերելու, բայց
այս այցը կարող ենք որակել որպես Փաշինյանի անձի հետ կապված, ոչ թե Հայաստան պետության, ես ենթադրում եմ, որ կարող է լինել ինչ-որ մի թուղթ, որի վրա գրված լինի խաղաղություն, եւ այդ թուղթը Փաշինյանը խնդրի կամ իր դիվանագիտության, այսպես ռահվիրաները հասնեն նրան, որ այդ թուղթը լինի, որ նա սկսի դրանով շարունակել խաբել հայ հասարակության, որ բերում եմ ձեզ խաղաղություն։ Մանավանդ հիմա մեր անմիջական հարևանության պատերազմ է եւ հասարակ մարդու հոգեբանության վրա կազդի, որ տեսեք խաղաղություն բերել անձամբ Էրդողանը երաշխիք է տալիս։ Եվ սրա հետ կապված եւս երկու եզրահանգում ու ավարտեմ հարցի պատասխանը։ Տեսեք, սրանով Փաշինյանը ֆիքսում է եւ իր ղեկավարած դիվանագիտությունը, որ իրենց ոչ ճշգրիտ ապաշնոր քաղաքականության հետևանքով Թուրքիան հարավային Կովկասում ոչ միայն մտել է այս տարածաշրջան, այլև դարձել է թելադրող պետություն եւ այնքան է Թուրքիան ներգրաված այս տարածաշրջան, որ անգամ Հայաստանի հետ կապված անվտանգային եւ այլ խնդիրներ արդեն մենք ստիպված ենք, մենք ասելով Փաշինյանին, ստիպված են դիմել Թուրքիայի օգնությանը, սպասել Թուրքիայի հրահանգներին եւ այլն, եւ երկրորդը ինչ կարող է ակնկալել Թուրքիան պարտված զրոյական դիվանագիտություն ունեցող Հայաստան։ Այսինքն, եթե Փաշինյանին ընդունում է Էրդողանը, ասում է՝ «Արի Անկարա զրուցենք», ինչ պետք է ուզի դիվանագիտական այդ առևտրի շրջանակներում, ինչ կարող է տալ Փաշինյանը։ Ուրեմն, այստեղից կարող ենք ենթադրել, որ դրանք կարող են լինել մեր ինքնության համար շատ կարևոր դրույթներ, զիջել այդ դրույթները, որոնք կարևոր են Թուրքիայում։ Այսինքն Թուրքիան Հայաստանից ինչ էր ակնկալում։ Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում դա արել են, ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցում դա արել են, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, Կարսի պայմանագրի ճանաչում դա կարելի ասել Սամոսաբեռազում է, հետո ինչ էր պահանջում։ Սահմանադրության փոփոխություն, անկախության հռչակագիր, Արարատ սարը որպես սիմվոլ, դրանք էլ ընթացքի մեջ են։ Կարող ենք ենթադրել, որ կարող են պահանջել, օրինակ, Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարց, կարող են պահանջել Ադրբեջանի այլ պահանջներին ընդառաջելու կամ կատարելու հարց։ Ալիևը արդեն հայտարարել է, որ պիտի ապահովի մեջբերում են իրենց հայրենի տարածքներ վերադարձը, նորից է խոսել այդ մասին։ Այսօր խոսվել է եւ Զանգեզուրի միջանցքի մասին թուրքական կողմից, ադրբեջանական կողմից եւ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարց։ Կարող ենք ենթադրել, որ եկեղեցու հանդեպ այս ամբողջը նաեւ այս թուրքական նախապայմանների շրջանակներում, ինչու, որովհետեւ թուրքական պետության տարբեր արտաքին քաղաքական, անվտանգային եւ այլ հայեցակարգերում, պլաններում հայ առաքելական եկեղեցին թիրախ է, թշնամական թիրախ է, որտեւ ուրեմն համահայկական ցանց է, որտեւ ցեղասպանության ճանաչման առաջամարտիկ է, ազգապահպան գործառույթ ունի եւ այլն։ Կարող ենք համարել, որ փաստաթղթերում թիրախ է, ծրագրերում, արտաքին քաղաքական դոկտրիններում, վերլուծական հոդվածներում, պետական եւ այլն։ Այո, միանշանակ, այսինքն եկեղեցին իրենց համար թիրախ եւ ինչ էր նպատակը։ Եկեղեցու միջ առաջացնել խմբավորումներ, ինչպես հակաթոռներ միշտ պատմության ընթացքում ձևավորվել են։ Հետո հեղինակազրկել եկեղեցուն։ Հիմա ինչպես է կարելի եկեղեցուն հեղինակազրկել։ Ու չես կարող ով ուզում է լինի, որ բռնապետն ուզում է լինի, ուզում է Փաշինյանը թե ուրիշ բռնապետ։ Ոչ չես կարող Աստվածաշունչը հեղինակազրկել, աստվածաբանական տարբեր դոգմաների մեջ ոչ չես կարող մտնել, շենքը ոչ չես կարող հեղինակազրկել։ Ուրեմն հեղինակազրկես անձանց։ Ինչ է անում Փաշինյանը, ասում ես եկեղեցու դեմ չեմ պայքարում, վեհապարի դեմ եմ պայքարում, բայց իրականում ինքը եկեղեցու դեմ է պայքարում, ոչ թե սրբազանների, ոչ թե հոգևորական։ Եվ տեսեք, սա մոլուցք է, որը վաղուց իրենց մոտ կար, այսինքն նայած չէ, որ բղավում պետք է ծնկի բերել հոգևորականներին, եւ սա հատուկ է բոլոր հեղափոխականներին, հեղափոխություններին, դա կլինի Ռուսաստանում, Ֆրանսիայում, թե այլ, որ այնց հետո սկսում են եկեղեցիներ քանդել, հոգևորականներին գնդակահարել եւ այլն։ Հիմա սա հերթական պայքարն է հայ հոգևորականության, որը նշանակում է հայ եկեղեցու դեմ, եւ այդ իրենց ձևակերպումները, որ չգիտեմ, էս են խախտել, պիղծ են եւ այլն, դուք չեք կարող որոշել հոգևորականի խախտել, չխախտելը, պիղծ լինել, չլինելը եւ այլն, որովհետեւ
դուք այդ իրավունքը չունեք։ Դուք եք դատավորը վեհափառի կամ սրբազանների։ Եվ ուրեմն սա նաև կարող ենք ենթադրել, որ կրկին պաշտոնական դիրքի չարաշահում է, որովհետև սա ոչ թե լրագրող ակտիվիստ Փաշինյանն է ասում, այլ վարչապետի պաշտոն զբաղեցնող Փաշինյանն, որ ես ունեմ ապացույցներ։ Ինչպես է այդ ապացույցները քեզ հասել այդտեղ է հենց կարծես թե դրվագը, թե դու արդյոք միգուցե չարաշահում ես այն լիազորությունը։ Տնօրենը ինչպես կարելի է իրեն չլսի։ Դե դրա համար գիտեք, բոլոր բռնապետները երբեմն հայտնվում են այնպես իրավիճակում, որ կորցնում են իրականության զգացողությունը եւ իրենց ասոցացնում են բացարձակի հետ։ Լյուդովիկոս 14-ը ասում էր ես արևարքան եմ եւ պետությունը դա ես եմ։ Եվ մնացածն է, այլ է կարծել լատինամերիկյան։ Ավարտը կարծես նույնն է եղել։ Դե ամեն ինչ ունենում է ավարտ, լատինամերիկյան գրականության մեջ հետարքիր կան այդպես բռնապետների այս օրինակներ, կարծում եմ, որ կարդակ զուգահեռները այնքան շատ են, որ իրոք ոնց որ հենց բռնապետի դասական կերպարի բոլոր հատկանիշները իրեն եւ իր թիմին համապատասխանում են, որովհետեւ իր թիմն էլ է մեղավոր, որովհետեւ բռնապետին նաեւ ձևավորում է իր շրջապատը, որ ասում են, օ դու մեծություն ես, դու անսխալ ես, դու միշտ ճիշտ ես։ Ինչ դու իհարկե սա անձի պաշտպան, այսինքն Հոստալինը մենակ չէր իրեն կերտում կամ մյուս բռնապետները Պինոչետը եւ այլն շրջապատներ կերտում, այսինքն այս կեղծ ժողովրդավարները իրենք հենց ստեղծում են այդ բռնապետի։ Եվ այստեղից վերադառնալով թուրքական թեմատիկային, եկեղեցու դեմ պայքարը միանշանակ համապատասխանում է Թուրքիայի շահերին, գիտակցելով են դա անում, չգիտակցելով են անում, դնենք մի կողմ, միանշանակ թուրքական թիրախ է եղել ու կա հայ եկեղեցին, ուստի եկեղեցու դեմ ինչ որ արվում է, դա արվում է ի նպաստ Թուրքիայի ուղիղ կամ անուղղակի, եւ կարող ենք ենթադրել, որ Թուրքիան կարող է պահանջել նաև օրինակ ռուսական ներկայության չեզոքացում բազայի դուրս բերում, ինչը նույնպես այս հարցակման, նույնպես թուրքիական տարբեր ծրագրերում նշված է, փաստաթղթավորված է, որ այսինքն այստեղից այդ ներկայության դուրս բերում եւ այլն, այսինքն մենք ռուսների ներկայության մասին չենք մտածում, մենք մտածում ենք թե թուրքական ինչ պահանջներ են իրենք անում եւ դա սփյուռքն էլ է, չէ՞, իրենց համար գործ ունենք սփյուռքահայ գործարար։ Սփյուռքի մասին բացահայտ է գրված, ասենք Դավութ Օղլիի տեսության մեջ, որ պետք է պարակտենք, սփյուռքը ստեղծենք մեր, սփյուռքը տարբեր խմբավորումներ սփյուռքի մեջ եւ հիմա այս ամեն ինչը ներկայացում է ինքնիշխանության քողի տակ, այսինքն Մոսկվա գնալը դա ստրկամտություն է, Կրեմլի ագենտներ են, Անկարա գնալը դա ինքնիշխանություն է, այսինքն ռուսների հետ կամ չեմ այլ պետության, իրանցիների հետ համագործակցությունը դա կարծես ինչ որ մի տեսակ ինքնիշխանության պակաս է, բայց այդ թուրքերի հետ դա ինքնիշխանության բարձրացում է եւ անգամ այդ body language-ը, որ նայեք թե ինչպես է ժպտում թուրք-ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպելուց Փաշինյանը եւ իր թիմի ներկայացուցիչները եւ ինչպիսի տեսարաններ են սարսափազդու, երբ նա խոսում է հայոց հայրապետի մասին, հա, կամ սրբազանների մասին եւ այլն։ Այսինքն շատ հստակ body language-ն ասում է, թե ում է ատում եւ ումից է վախենում եւ ում արժեվ է խոնարհվում, իսկ հայ հավատացյալ, ինչպես ինքը իրեն ներկայացնում է, խոնարհվում է հայ հոգևորականի առջև, ոչ թե թշնամի պետության ղեկավարի։ Իդեպ Մայրաթորից արդեն եղել է հայտարարություն, որ կաթողիկոսը ոչ մի դեպքում հրաժարական չի տալու, որքան էլ Նիկոլ Փաշինյանը կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանի մեծ մասը նվիրել է այդ թեմաներին, բայց գանք մերձավոր արևելյան այս շատ պայթյունավտանգ իրավիճակին ու նաև դրա անհամարժեքությանը մեր դեֆակտո իշխանությունների վարած քաղաքականությամբ ինչ ունենք մեր քթի տակ, պարոն Մելքոնյան, մեկնաբանեք եւ տեղային մակարդակով, այսինքն դրա հնարավոր տարածումը հարավային Կովկասում եւ ավելի լայն մեծ մերձավոր արևելք, դրա հետևանքները արդեն գուցե գլոբալ ու այն իրականությունը, որում այսօր մենք գտնվում ենք։ Տեսեք, ես ենթադրում եմ, որ այս տաղավարում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ որպես արևելագետ եմ ասում, արևելագիտական ճշմարտություն, որ արևելքում, մերձավոր արևելքում խաղաղություն երբեք չի լինում։ Այնտեղ պերմանենտ պատերազմներ են եւ կարճաժամկետ հրադադարներ։ Հիմա այդ հրադադարը մենք տեսանք, որ տարբեր տեղեր ընդհատվեց։ Իսրայել, Պաղեստին, հետո Սիրիա, հիմա Իսրայել, Իրան,
Եմեն, դրանից առաջ Լիբիա, Լիբանան, այսինքն արևելքը պատերազմի տարածք է, խաղաղության տարածք չէ ցավոք սրտի, եւ արևելքում զսպման եւ գոյութենական տարբեր մեխանիզմներ կան, որոնց պարագայում է, որ կարող ես այս բարդ տարածաշրջանում գոյատևել։ Եվ ուժն է առաջինը։ Իհարկե, եւ հավասարակշռությունը, բալանսը։ Հիմա այս իշխանությունը էլի ասել եմ, արևելքում գործում է արևմուտքի օրենքներով։ Ապրելով, ասենք, պատերազմող արևելքում իրեն դնում է չպատերազմող Մոնակոյի տեղը եւ ըստ այդ օրենքները։ Այո, եւ այդպես իրենց համար կեղծ օրակարգով ինչ որ գինու փառատոն են անում, ֆանտան են բացում, եկեբան են դպրոցի կախիչ են ստուգում, ասֆալտ են անում եւ այլն։ Հիմա տեսեք մինչեւ գլոբալին անցնելը, չնայած հենց էլի գլոբալի այսպես բանալին է, ինչ եղավ մեր տարածաշրջանում, ինչպես էս ամեն ինչը սկսվեց։ Իմ դիտարկումը հետեւյալն է, առիթ ունեցել եմ ասելու։ Արցախը այն զսպող գործոնն էր եւ այն փխրուն, կարևոր, բայց գրավականն էր, որը պահում էր այս տարածաշրջանի խաղաղությունը եւ կայունությունը։ Արցախը 2020 թվականին այս իշխանությունների ապաշնոր քաղաքականության, տարբեր հանգամանքների շնորհիվ եւ աշխարհի աչքի առաջ, նաեւ տարածաշրջանային խաղացողների աչքի առաջ կորցրեց, այսինքն Արցախը փլվեց նաեւ այն, կարող ենք ասել։ Այո, բայց փլվեց այն զսպող պատնեշը, որը արևելքը, Կովկաս, այս տարածաշրջանը պահում էր պատերազմական այդ լավայից, պատերազմական այդ արհավիրքից եւ աշխարհին էր Արցախը պետք, ոչ թե աշխարհն էր Արցախին պետք։ Կորցրեցին Արցախը, ողջունեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետո զորավարժություններ համատեղ արեցին Ադրբեջանի հետ Արցախում։ Դրան զուգահեռ ինչ էր տեղի ունեցավ, այսինքն Արցախից հետո արդեն ծնագնդի էֆեկտով գործընթացները գնաց։ Իրանի հետ կապված Իրանի շուրջ օղակը, որ սեղմվում էր, ակնհայտ էր տարբեր հայտնի գործիչների թիրախավում եւ սպան ոչնչացում, հետո Սիրիայի կորուստ, Սիրիան իրանական ամենակարևոր դաշնակից պետությունն էր, օրերի ընթացքում, հաշված օրերի ընթացքում Իրանը եւ այլ պետություններ չկարողացան կամ չուզեցին կամ մտածեցին, որ իրենց դա չի վերաբերում, կանխել Սիրիայի անկումը։ Սիրիան կործանվեց, դարձավ պրո-իրանական երկրից հակաիրանական երկիր, դարձավ պրո-թուրքական երկիր եւ պարզ էր, որ օղակը գալով Սիրիայից հետո արդեն հասնելու էր Իրանին, այսինքն դա շատ կանխատեսելի էր եւ հիմա տեղի ունենում այն, ինչ տեղի ունենում, այսինքն վերջավոր արևելքում էլի հերթական թեժ պատերազմի փոթ, բայց ինչն է այստեղ ավելի սպეციფիկ, որ եթե Սիրիայի դեմ, Լիբիայի դեմ, Եգիպտոս եւ այլն պատերազմները կամ գունավոր հեղափոխությունները շատ ավելի հեշտ իրականանալի էին եւ այլն, ապա Իրանը մերձավոր արևելքի այն կոճղ պետություններից մեկն է, այսինքն շատ խորքային արմատներ ունեցող, տրադիցիաներով եւ այլն, եւ Իրանի դեմ պատերազմը դա իրոք հասարակ պատերազմ չէ, բայց հիմա ցավոք սրտի այդ պատերազմը ընթանում է ինչ որ մի նոր ոճով, դեռ հերահար հրթիռներով իրար, այո, ռմբակոծում են, բայց ամեն պահի այս պատերազմը իր ոճը փոխելու հնարավորություն ունի, եթե Ամերիկան ուղիղ ներգրավի, ապա մասշտաբները եւ այլն լիովին է փոխվելու եւ այլն։ Պատերազմը ունի նաև բնապահպանական, այսինքն քանի որ օրակարգում միջուկային հարցն է, հասկանում եք, այսինքն պատերազմը կարող է ունենալ իրոք էկոլոգիական ծանրագույն, այո, հետևանքներ, իսկ հիմա փաստորեն կարմիր գծեր այլևս աշխարհում չկան, մի պետությունը ռմբակոծում է մյուս պետության մայրաքաղաքը, միջազգային որևէ մեխանիզմ այսօր չկա։ Հասկանում եք, այսինքն Թեհրանի կենտրոնում
ռմբակոծում են բնակելի տուն, ոչ սպանելով մի գիտնականի, չմտածելով, որ այդ շենքում խաղաղ բնակիչները նույնպես զոհվում են, այսինքն սա նույնիսկ պատերազմական օրենքների հատում է։ Գազայում ըստ էության բացահայտ ցեղասպան, ինչի Արցախի հայաթափումը աշխարհի աչքի առաջ տեղի չէր ունեմ, եւ Արցախից հետո էր, չէ, եւ Ուկրաինայում սկսվեց, Սիրիայում Արցախը գազայի նախերգանքն է։ Այո, հետեւաբար աշխարհը չպահեց Արցախը եւ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում եւ վերջի դիտարկումը Իրանի հետ կապված, տեսեք, Իրանի իհարկե իմ իրանագետ գործընկերները շատ հանգամանալից խոսում են, բայց ինչքան էլ որ ինձ է թույլ տալիս իմ գիտելիքները Իրանի եւ Արևելքի մասին, իրանական մտածելակերպի մեջ այս պատերազմի պարագայում կապիտուլյացիա լինել չի կարող է լինել այսպես հուսահատ ճակատամարտ, կարող է լինել այն հայտնի ֆիլմի պես վերջին սամուրայի ճակատամարտը, մինչև վերջ պայքարը, որը կարող է ունենալ բավական այսպես բազմավեկտոր հետևանքներ, այսինքն այլևս կորցնելու բան չունենալու պարագայում իրանական պատասխանները կլինեն շատ տարաբնույթ, բայց Իրանի կապիտուլյացիա եւ հանձնվում, ես կարծում եմ իրանական մենթալիտետին գոնե հարի չի եւ չի լինի, կարող են սաբոտաժներ, առանձին ինչ-որ երևույթներ, ներքին խմբավորումներ, ինչ-որ եւ այլն, բնական է պատերազմը իր բոլոր օրենքներով է գործում, այսինքն իր ամբողջ լայնքով է գործում, կարող են տարբեր էթնիկ հուզումներ հրահրել եւ այլն, բայց իրանական պետությունն ու իշխանությունը, որ ստորագրի կապիտուլյացիա եւ ասի դե լավ մենք հիմա այլևս կփոխենք մեր ամեն ինչը, դա չէ, իրենց լինել չլինելու տպավորություն է, որ իշխանափոխության է փորձ արվում տանել, ամեն ինչ էլ կարող է արվել, Իսրայելը արդեն իսկ ամեն ինչ էլ կարող է արվել, իշխանափոխություն կարող է արվել, տարբեր սեպարատիստական տրամադրությունների խրախուսում կարող է արվել եւ այլն, բայց այստեղ նաեւ մենք պետք է հասկանանք, որ այդ ամենը մեզ ուղիղ վերաբերող է եւ ուղղակի կարելի է ապշել, չնայած մենք 7 տարի այնքան բան ենք տեսել, որ չենք ապշում, բայց ուղղակի զուտ այսպես սառը քաղաքագիտական հայացքով եթե նայենք, այս պարագայում անմիջական մեր հարևան պետությունը պատերազմի մեջ, ընդ որում հարևան պետությունը, որը զսպող նշանակություն ունի մեր տարածաշրջանի նկատմամբ, կոնկրետ Սյունիքի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում այդ հարցին պատասխանել է եւ ասել է, որ Սյունիքին վտանգ չի սպառնում։ Ախր ինչպես կարելի է համեմատել իր եւ իր թիմի տարբեր ասածներին, այսինքն իրենք ամեն ինչ, երբ որ 2018-ից սկսած լսենք թե ինչեր էին ասում, ասածների որ մասն է իրականացել, ասում են սիրո եւ համերաշխության, բայց դարձավ ատելության, թշնամանքի, սիրո, սեր եւ համերաշխություն ունեն միայն թշնամիների հանդեպ, Ադրբեջանի, Թուրքիայի հանդեպ սիրո եւ համերաշխության իշխանություն է, բայց Հայաստանի քաղաքացիների հանդեպ չէ եւ այլն, եւ գիտեք որ նրանց վստահել, այսինքն նրանց պրոֆեսիոնալիզմին, որ նրանց արդեն թիմի ներսում էլ չեն վստահում, այդ նույն թիմը ասում էր, այդ նույն անձը ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ եւ նմանատիպ այլ հայտարարություններ, մի խոսքով Թուրքիան չի ներգրավվելու Հայաստանի դեմ, Թուրքիան չի ներգրավելու, այո, կային այդպիսի խրոխտ եւ քաղաքական գործիչներ եւ այսպես կոչված վերլուծաբաններ, որոնք հիմա էլ ինչ որ այդ մերձ իշխանական ճահճուտներում գոյություն ունեն, երբեմն բաց, երբեմն փակ, բայց այդ ամեն ինչը ասվել է, բոլորը գիտեն, չէ, տեսել են թե ինչեր են վերլուծում, այսինքն կանգնես ասես Թուրքիան չի ներգրավելու այն պարագայում, երբ թուրքական զինված ուժերն են ղեկավարում այդ 44-օրյա պատերազմի որոշակի ուղղվածություն եւ այլն։ Հիմա այս վերադառնալով մեր ապշանքին, կարելի է իրոք ապշել, թե այս պարագայում, երբ քո անմիջական հարևանությամբ իրոք բավական բարդ իրավիճակ, ինչպես կարելի է Facebook-յան գրառումներ, ինչ որ նյարդային բղավոցներ, իդեպ 7 տարի էլ նյարդային վիճակ է այս երկրում, բղավոցների, այսպես ինչ որ աղմուկ է այս երկրում եւ գեներատորը գիտենք թե որտեղից է գալիս, գեներացիան։ Եվ այս պարագայում էլի թիրախավորել վեհապարին, եկեղեցուն եւ այլն, ու տեսեք նաեւ էլի առաջին հարցին վերադառնալով բռնապետության, այսինքն մեկը քննադատում է հաջորդ օրը այդ անձին պատկանող
պիցցանոցներից սկսած ինչ որ սկսում է արշավ, այլ ինչ ձևով է լինում բռնապետությունը։ Ուրիշ բառ կա։ Իր ասած հոպոզով պոչով չի լինում։ Ու բառ ուրիշ չկա, այնպես որ ակնկալ ասում եմ մենք ինչ որ գաղտնի փակ անվտանգության խորհրդի նիստեր ենք արել, բայց երբ որ այդ նայում եք մասնակիցների մի մասին, ձեզ հաստատ անվտանգ չեք կարող զգալ, որովհետև պրոֆեսիոնալիզմն ու այդ անձին Պարոն Մելքոնյան, նաև սահմանին հայ-իրանական այսօր կուտակումներ են, արդեն մարդկային հոսք է սկսվել, էլ չեմ ասում, նաև բեռնատարներն են կանգնած, էկոնոմիկայի նախարարությունը 2 օր առաջ արդեն հայտարարեց, որ Բանդար-Աբասում Հայաստան եկող բեռներ կան, էլի այս բռնկումն է պատճառը, այսինքն խնդիրները բազմաշերտ են, արդեն դրանք կան, նկատելի են ու այո, այն իրավիճակն է, որը դուք նկարագրեցիք, գումարած Ադրբեջանի հնարավոր ռազմական էքսպանսիան Սյունիքի ուղղությամբ, որը բացառված չէ, որքան էլ Փաշինյանը իրեն համոզի, որ պատերազմ չի լինելու։ Երևի Էրդողանը խոստացել է, որ կկանխի, բայց գիտեք ինչ, այնինչ որ Անկարայից իրենք ակնկալում են, դա երկարաժամկետ որևէ բան չի լինելու, կարող է խոստան, որ մի 2 ամիս Հայաստանին չենք հարձակվի, բայց դուք այդ 2 ամսում օրինակ եկեղեցու հալածանքները շարունակեք կամ սահմանադրական փոփոխությունները կամ Արարատ-Սարը հնարավոր բոլոր տեղերից նկարը հանեք եւ այլն։ Հիմա նայեք, ձեր ասած հարցի հետ կապված պետք է ֆիքսենք ինչը։ Իրանի ճանապարհը, սկսած Հայաստանի անկախացումից, կոչվել է կյանքի ճանապարհ։ Հիմա այդ կյանքի ճանապարհը վտանգված է։ Բեռների հետ կապված եւ այլ տնտեսական։ Ուրեմն սա առաջին մարտահրավեր։ Այսինքն, եթե դու Թուրքիայի հետ կարողանում ես բանակցել գնալ Անկարա, միգուցե նաև պետք է բանակցել ինչ որ այլընտրանքային ճանապարհների կամ եւ այլ նման տիպի բաներ, ոչ թե քո անձնական իշխանությունը պահելու համար ինչ որ թղթի համար պայքարել, որի վրա գրած է լինելու թուրքերենով կամ հայերենով խաղաղություն, հույս ունենաս կվերարտադրվի։ Այո, որ հույս ունենաս, որ այդ խաղաղություն գրած Էրդողանի թուղթը սկսես վաճառել հերթական անգամ հայ հասարակության։ Բայց մենք մոռանում ենք նաև եւս մի կարևոր հանգամանք՝ Իրանի հայ համայնքի հարցը։ Ֆիզիկական անվտանգության Չէ՞ որ Հայաստանը նաև պատասխանատվություն ունի իր ազգակիցների հանդեպ, այն էլ Իրանի հայ համայնքի պես կազմակերպված համայնք, այսինքն նաև մշակութային արժեքներ կան։ Այսինքն այս ուղղությամբ արդյոք ինչ որ բաներ, քայլեր եւ այլն, չեմ ասում հրապարակ արվի, բայց ես մեծագույն կասկած ունեմ, որովհետեւ Սիրիայի պարագայում եմ տեսել, թե ինչպես էին գործում գոնե հետևանքները հայ համայնքի հետ կապված եւ այլն, չգիտեմ ինչ էին արել, կարծում ինչ որ եկեղեցին էր զբաղվում մարդկանց խնդիրներով։ Այո, այն եկեղեցին, որը հիմա հալածում են, այնպես որ սա լուրջ խնդիր է եւ կարծում եմ, որ այս ինչով եմ ուզում էլի այս հարցը ամփոփեմ, որ ավելի հասկանալի լինի։ Այսպիսի խնդիրներին բախված պետության ղեկավարը ուղղակի ֆիզիկապես ժամանակ պետք է չունենար Facebook-յան գրառումներ անելու, եկեղեցու դեմ հարձակվելու, բարերարների դեմ հարձակվելու, եթե ինքը իրոք պետական մտածողություն, որտեղ ինքը պետք է զբաղվի անվտանգային խնդիրներով, լոգիստիկայի հետ կապված, տնտեսության, հայ համայնքի եւ այլն եւ այսքան խնդիրներով զբաղվելու պարագայում դժվար թե ժամանակ ունենար այդ բանը հետևեր Facebook-ով հետևեր ու ասել հեսա ես իմ քայլն եմ անում, հեսա տեսեք ինչ եմ անում եւ այլն, սա ուղղակի աբսուրդ է եւ ցույց է տալիս, որ Փաշինյանը, ես ասել եմ նորից ասում եմ, Փաշինյանը լրագրողից քաղաքական գործիչ դարձավ, բայց պետական գործիչ այդպես էլ չի կարող դառնալ, որովհետև այդ ճանապարհը դեպի պետական գործիչ դառնալ նրա համար անհաղթահարելի է, իսկ քաղաքական գործի պարագայում նրա այսպես ղեկավարած պետության, ղեկավարած իշխանության հասցրած վնասները պետությանը ակնհայտ է եւ դեռ երկար հայ ժողովուրդն Հայաստան պետությունը զգալու են այդ ամենի հետևանքները եւ հիմա դրա համար եմ ասում, որ Մերձավոր Արևելքում այս բարդ տարածաշրջանում պետության ղեկավար ընտրել ահա այսպիսի ուժի եւ այսպիսի անձանց երևի ծիծաղում են իսկապես այս ամենը միայն մենք չէ որ տեսնում ենք իհարկե ես չգիտեմ ես ողբերգություն է խայտարակություն է իմիջային անկում է որովհետեւ մեր ազգին աշխարհում
նաև ճանաչում են մեծություններով, ի վերջո Գրիգոր Նարեկացին տիեզերական ճանաչված արդեն սուրբ է, չեմ Արամ Խաչատրյանը, Կոմիտաս, Շարլ Ազնաուր, որպես առաջին քրիստոնյա երկիր, հայ եկեղեցու դերակատարությունը նաև միջազգային ասպարեզում։ Եվ արդյոք հիմա այսօրվա մեր այս ընկալումը աշխարհում եւ այն ինչ որ մենք ունենք ավանդական, արդյոք իրար հետ համահունչ են եւ տեսեք մեկ անձը եւ մեկ քաղաքական ուժը ինչքան կարող է վնաս տալ պետությանը, կորցնել Արցախը, իմիջային հարված հասցնել, աշխարհում մեր նկարագիրը նվազեցնել եւ հիմա էլ այդ ամեն ինչը շարունակի, որ հիմա տեսնում են, չէ, աշխարհում, որ այս մարդը, այս ամբողջը թողած ընկած է ուրեմն իշխան բանին, իրավապահամակարգին հրահանգներ տա, որ պիցցանոցները փակեն։ Հասկանում եք, ինչ այսպես այո, դիսոնանս է եւ դրա համար, երբ որ սիրելի մեր հասարակության ասում ենք, որ այսպիսի իշխանության ու այսպիսի պրոֆեսիոնալիզմ եւ այսպիսի հախուռն նկարագիր ունեցող անձանց վտանգավոր է պետության ղեկ տալ 2021-ին դա ընդհանրապես անթույլատրելի էր այս համար, որովհետեւ եթե նայեք այս տարածաշրջանի պետությունների ղեկավարներին, նրանք համենայն դեպս փորձով անցած կամ ինչ որ պետական մեքենայի այսպես տրամաբանությունը հասկացող գործիչները մեր թշնամի պետության ղեկավարները եւ այս ամբողջի մեջ դուք տեսնում եք թե ինչպես չի տեղավորվում Փաշինյանն ու իր կերպար այս որպես պետության լիդեր եւ ոչ միայն այսպես ռուսական դաշտում երբ տեսանք մայիսի 9-ին թե դա ինչքան դիսկոմֆորտ էր այդ ամբողջ ուրեմն ներկաների մեջ ինչքան էր նա մեկուսացված միայնակ եւ այլն նույնը նաեւ մերձավոր արևելքում այս տարածաշրջանում դրա համար երբ որ ասում ենք որ այս իշխանությունը իրոք սպառնալիք է մեր պետությանը սրանք ուղղակի բառեր չեն եւ մանավանդ եթե իշխանությունը հիմա լիովին կտրվել է իրականությունից եւ դարձել է իր իսկ կեղծ քարոզած արժեքների հակառակորդը կեղծ եւ այսքանից հետո որ էլի չեն ասում Հայաստան ժողովրդավարական երկիր է ուղղակի կարելի է չգիտեմ ապշելուց զարմանալուց անդին ինչ կա այդ զգացողությամբ տոգորվել եւ կարելի է պատկերացնել օրինակ այն դեսպանատներում նստած հարգարժան դեսպանների դեմքի արտահայտությունը, որոնք տեսնելով այս ամենը նաև լսում են այդ պնդումները։ Այո, եւ կարծում եմ, որ նրանք բայց լռում են։ Լռում են, որովհետեւ ժողովրդավարությունը իմ կարծիքով դա արևմտյան բայրակթարներն են, դա գործիք է, զենք է, իր ամբողջ կեղծ ենթատեքստով եւ երկակի ստանդարտ։ Իհարկե, այսինքն ժողովրդավարությունը մի կողմից հանկարծ ինչ-որ մի ակտիվիստի, եթե մինչև 2018 թվականը հանկարծ հրեին դա դառնում էր մեծ խնդիր, իսկ դրանից հետո այդ բիրտ պահվածքը նույնիսկ ուշադրության չարժում, դրա համար խոսել արևմտյան արժեքներից, ժողովրդավարական արժեքներից, ինձ թվում է դրա վաղուց արդեն անցած է, վաղուց արդեն ապացուցել են, որ այդպիսի բան այսպես ընկալում եւ ձևակերպում այլևս գոյություն չունի։ Շնորհակալ եմ մանրամասն վերլուծության համար, հարցազրույցին սպասեք վաղը։